Բարի արև իմ սիրելի այծեղջուրներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով եւ ես ստիպված եմ լինում ամեն անգամ դա հիշեցնել, որովհետեւ նոր մարդիկ են միանում, նորից նույն հարցերն են հնչում, այնպես որ առաջինը լսում եք ասցենդենտի նշանը, որը պայմանավորված է ձեր ժամի իմացությամբ, որը հաշվարկվում է եթե դուք չգիտեք ձեր ժամը, մեկ անգամ հաշվարկում եք եւ ընդմիշտ արդեն գիտեք որն է ձեր ծննդյան ժամը, դրա միջոցով իմանում եք ասցենդենտի նշանը, դե իսկ արդեն երբ որ ծնվել եք, որ ամսին, որ օրը արևի նշանով, արդեն դա նշանակում է, որ դուք այծեղջյուր եք, այսինքն դեկտեմբերի 22-23 այդպես նայած ոչ որ տարին, մինչեւ հունվարի նույն օրերը։ Դա ուրեմն այծեղջուրն է։ Եվ այսպես, սիրելի այծեղջուրներ, ուզում եմ նշել, շատ կարևոր է, որ դուք սովոր առաջի տեղում շատ հաճախ եք եղել եւ ձեր դիտումների քանակով հիմա 4-րդ տեղից տեղափոխվեցիք 2-րդ տեղ եւ ձեռնոց եք նետում կարիճներին, տեսնենք ինչպես կհաջողվի, արդյոք ապրիլին դուք գերազանցեք կարիճներին։ Այսպես, այսօր իդեպ մարտի 24-ն է, ձեզ բաժին է ընկել Մարսը ըստ իմ օրացույցի եւ դա ասում է այն մասին, այսինքն տվյալ ամսվա խորհուրդը այն է, որ ճիշտ կլինի, եթե դուք զբաղվեք գիտեք, ասենք տան արկովաճառք ունեք կամ անշարժ գույքի ինչ որ հարցեր կան, այդպես բիզնեսում կամ ձեր հարազատները եւ այլն տան ընտանիքի անդամները ընդհանուր պայման չէ որ դա ձերը լինի, այդպիսի հարցեր կան, շատ հարմար ժամանակ է, որպեսզի ապրիլին դուք զբաղվեք այդ հարցերով, տան վերանորոգում եւս ինքը կարեւոր է, որովհետեւ եղանակը տարվա ժամանակը ինքը նպաստում է, որպեսզի որոշակի թարմություն, փոփոխություն մտցնեք ձեր կյանք կամ թեկուզ կահույքի փոփոխություն եւ այլն, այս ամենը կարող եք իրականացնել ինքը ապրիլը շատ հարմար ժամանակ է եւ նշեմ նաեւ որ այն ինչ որ փետրվար մարտ ամիսներին եթե դուք սկսել եք քննարկել եք ինչպես անել ոնց անել եւ այլն այդ ամեն ինչը ինքը շատ հաջող ավարտ կարող է ունենալ ապրիլին ապրիլը ինչ որ առումով ինքը շատ ավելի թեթև է էներգիան շատ ավելի ճիշտ է աշխատում այնպես որ ցանկացած գործողություն ճիշտ հաշվարկելի դեպքում ցանկացած գործողություն ինքը կարող է լավ ընթացք եւ ավարտ ունենալ շատ հարմար ժամանակ է ուրեմն որոշումներ կայացնելու եւ այն իրականացնելու ձեզ խանգարող բան չկա այնտեղ միայն ուրանն է որ ապրիլի 26-ին ինքը կփոխի իր նշանը արդեն վերջնական, հա, վերջնականապես ինքը կհաստատվի երկվորյակի նշանում եւ այնտեղ կլինեն փոփոխություններ առաջիկա 7 տարիների ընթացքում սա է հիմնական ինչպես նաև լիալուսինը նորալուսինը եւ արևն է փոխելու իր նշանը կտեղափոխվի ինքը ցուլի նշան դա ձեզ համար շատ լավ է որովհետեւ դուք եւս հողի նշան եք եւ ինքը մտնում է ցուլի նշան ձեզ համար շատ եւս հողի նշան շատ բարենպաստ է եւ այստեղ հիմնականում ասցենդենտով այծեղջյուրներ ձեր երեխայի թեման կարող է լինել կարևորվելու է այդ թեման եւ իհարկե սիրո թեման, ձեր բիզնեսի թեման, այսպիսի իրավիճակ է։ Հիմա ես ձեզ ուրեմն տեսեք, լիալուսին կլինի։ Նորալուսին ասացի, արևը կփոխի իր նշանը, Ուրանը կփոխի իր նշանը, ինչպես նաև Վեներան, Մերկուրին եւ Մարսը եւս փոխելու են իրենց նշանները եւ բնականաբար իրենք իրենց հետ բերում են թե այստեղ մարդու կյանքում ռիթմի փոփոխություն, թե տրամադրության փոփոխություն, այստեղ կարող է միտքը շատ լավ աշխատել, դուք շատ արագ կողմնորոշվեք, թե որտեղ է խնդիրը, որտեղ կարելի լուծել, ինչպես կարելի է լուծել, ինչպես կարելի է, ասենք տվյալ հարցը կարգավորել եւ այլն, շատ հարմար ժամանակ է, այնպես որ այդ զգացողությունը դուք աստիճանաբար կունենաք ապրիլին Եվ կարծում եմ ամեն ինչ կկարգավորեք ու անպայման չմոռանաք կգրեք մեկնաբանություններում արդյոք դուք գնացիք ռիսկի այդ հարցերով զբաղվեցիք ձեր կարգավորեցիք եւ ինչպես անցավ
ապրիլը կարողացաք հասցնել ձեր գործերը կարողացաք ի վերջո ունենալ այն արդյունքը ինչին որ ձգտում էիք անպայման չմոռանաք գրեք եւ դժվար չի նաեւ լայքելը ահա իսկ հիմա ես նշեմ թե երբ է լինելու լիալուսին ամսվա սկզբին է լինելու իդեպ այսօր ասացի 24-ը եւ մենք աճող լուսնով ենք մտնում ուրեմն ոչ թե մտնում, այլ ձեր նշանը ես որ ներկայացնում եմ այդ առումով, հա, մուտք ենք անում ձեր կյանք այդ առումով հաճող լուսին է եւ տեսեք ապրիլի 2-ին ժամը Հայաստանի ժամանակով 6:11 րոպե 46 վայրկյան տեղի կունենա լուսինը, երբ արևը եւ լուսինը կհակադրվեն 13 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր 10-րդ տանը ահա այդտեղ է լինելու սիրելի այդ եղջյուրներ ես հետո ընդհանուր նկարագիրը կտամ որպեսզի հասկանանք ինչ է լինելու եւ ապրիլի 17-ին ժամը 15:51 րոպե 36 վայրկյան տեղի կունենան նորալուսին արևելուսինը կմիանան 28 աստիճանում եւ այն տեղի կունենա խոյի նշանում այսինքն ինչպես նկատեցինք լիալուսինը նորալուսինը լինում են հենց այն 4 նշաններում, որոնց մեջ ներառված եք նաև դուք, այսինքն այծեղջյուր, խեցգետին, կշեռք եւ խոյ, այսինքն այստեղ կարող են կատարվել նաև շատ այդպես հիմնական փոփոխություններ կարող են լինել ձեր կյանքում, թե ընտանիքում, թե ձեր նպատակներում, թե ձեր կարիերայի հարցում եւ դա կարող է վերաբերել նաև պարտներին Այսպիսի փոփոխություններ կլինեն բոլոր դեպքերում մենք տեսնում ենք որ ընտանեկան թեմայում այստեղ նոր սկիզբ կդրվի դա է խորհրդաստանն է որպեսզի դուք թարմացնեք վերանորոգեք նոր կահույք կամ թարմություն մտցնեք ձեր բնակավայր կամ եթե անշարժ գույքի հետ կապված ընտանիքում կա նման հարց փորձեք այդ հարցով զբաղվել որովհետև կարող եք կարգավորել Իսկ եթե դա շատ կարևոր է, արդեն կարող եք դիմել եւ հասկանալ, թե երբ, ինչ, որտեղ, ինչը որտեղ երբ, voilà։ Եվ հիմա ուրեմն նշեմ մյուս կարևոր իրադարձությունը ապրիլի 20-ին արևն է մտնելու ցուլի նշան, դա ասեցի որ ձեզ համար շատ լավ է, ինքը միանշանակ կարող է ձեզ հաջողություններ բերել տեսնում եք ես հիմա երբ նայում եմ այդ եղջյուրի նշանը ինձ բավականին այդպես թեթև դրական էներգիա է գալիս ընդհանրապես ապրիլը ես թեթևություն եմ զգում շատ եւ այդ էներգիան է գալիս ձեր նշանից որտեղ յուրաքանչյուր նշան ներկայացնելիս այդ էներգիան եմ ես զգում ձեր դեպքում բավականին թեթևություն կա հիմնականում ուրեմն զբաղվում եք ասացի ընտանեկան հարցերով, տան հարցերով եւ կարծում եմ այդտեղ կունենաք շատ արագ կարող եք անել վերջացնել ձեր բոլոր խնդիրները եւ ինչպես նշել եմ մեկ անգամ եւս ապրիլի 26-ին Օրանը կմտնի երկվորյակի նշան։ Իսկ հիմա ես փորձեմ չեմ նշի մասչունի նշել մոլորակը որը ինչ, ես ընդհանուր կտամ ուրեմն ձեր նշանի նկարագիրը ավելի ընդլայնված, քանի որ երկրորդ տեղում եք, ուրեմն այսպես ձեզ մոտ սիրելի այծեղջյուրներ կլինեն փոփոխություններ եւ դա կարող է վերաբերել աշխատանքին։ Դուք հնարավոր է որ շատերը աշխատանքի պաշտոնի բարձրացում ունենան եւ գիտեք ասենք 27 թվականի կեսերը, հա, միջև ես ձեզ կարող եմ հետևյալ խորհուրդ տալ, որ դուք հիմիկվանից ընդառաջ գնաք այդ փոփոխությանը եւ փորձեք կարգավորել ձեր գործերը ու եթե նրանք ովքեր հնարավորություն ունեն ինձ ով ինչ աշխատանք ունի, հա, կարողանան բարձրացնել պաշտոնի բարձրացում ունենալ կամ եթե իրենց բիզնեսն են բարձրացնում, ուրեմն ինչ որ փոփոխություններ մտցնել իրենց բիզնեսում, որը կապահովի, որ ուրեմն իրենք ունենան հաջողություններ։ Այ հիմա դուք պիտի դրանով զբաղվեք Եթե պետքա փող տակ, փող տակ ծանոթ ճարեք, որտեվ Հայաստանում այդ կերպա բոլոր հարցերը կարգավորվում չէ, հիմա այսքան միշտ էլ այդպես է Հայաստանում կարգավորվել հարցերը, իսկ Հայաստանից դուրս արդեն դուք կողմնորոշվեք, ինչևէ
Ուրեմն Հայաստանից դուրս նշեմ, քանի որ ասեցի, երբ դու գնում եք այլ երկիր, այստեղ ասցենդենտի նշանը փոխվում է եւ ասենք եթե Հայաստանում եք ձեր ասցենդենտի նշանը այծեղ ջուրն է, գնացել եք Եվրոպա, հնարավոր է որ նայած ինչ երկիր հնարավոր արդեն ձեր ասցենդենտի նշանը լինի աղեղնավոր, լինի կարիճ, հա։ Ուստի չառաջնորդվեք նրանով, որ եթե Հայաստանում դուք իմացել եք, գիտեք ձեր ասցենդենտը այծեղ ջուրն է, ուրեմն գնացել եք այլ երկիր, այնտեղ եւս մնալու է այծեղ ջուրը, այդպիսի բան չկա, ռելոկացիա է կատարվում եւ արդեն փոխվում է ձեր ասցենդենտի նշանը, սա է գիտություն, քանի որ խոսացի Եվրոպայից, սա նշեմ, այնպես որ սիրելի այծեղ ջուրներ, մասնավորապես ասցենդենտով, արդեն դուք իմացաք ինչ եք անելու, Հիմիկվանից այդ հարցում զբաղվեք, մտածեք, տնտրեք, հասկացեք որտեղից կարելի է բռնել, ինչ անել, ոնց անել եւ զբաղվեք ձեր ուրեմն կարիերայով, որպեսզի ձեր պաշտոնի բարձրացում կամ ձեր բիզնեսի հաջողություն ունենաք։ Տեսնում եք ինչ կարևոր գաղտնիք եմ ձեզ բացում, որքան եմ ձեզ օգնում։ Եվ դուք 27 թվականի կեսերին արդեն կվայելեք պտուղները, կքաղեք։ Ահա, սա էլ այսպես եւ նշեմ հաջորդը, որ ուրեմն վերանորոգման հարցը կարգավորեցինք, զբաղվում եք այդ հարցով եւ ամենակարևորը զբաղվում եք ձեր առողջությամբ, որովհետև առաջիկա տարիներին միգուցե ոմանք նստակյաց կյանք են վարում, ոմանք ավելի այդպես ծանր աշխատանք է միգուցե եւ ասենք շինարարության մեջ են եւ ծանր իրերի հետ գործ ունեն, դա ազդում է իրենց ողնաշարի վրա ու կարող են հարցեր առաջանալ, ասենք կամ վերանորոգման վարպետներ են իրենք այդ դժվարությունից կարող են իրենց մոտ խնդիրներ լինել եւ ուստի ուշադիր եղեք սիրելի այծեղ ջուրներ, նաև դա կարող է հետո խնդիրներ առաջացնել եւ ունենալ ճնշման խնդիրներ, այնպես որ դա չի վերաբերում որ հենց վաղը կլինի, դա կամ դա ապրիլ ամսին է լինելու, բնավ ոչ, դա առաջիկա տարիներին պայմանավորված ձեր անձնական քարտեզով միգուցե ինչ որ մեկի մոտ այս տարի է լինում, մյուսի մոտ մյուս տարի է, մյուսի մոտ հաջորդ տարի կամ եւ այլն, այնպես որ այս մասին ուրեմն ուշադիր եղեք այս հարցում եւ իհարկե ասացի առողջանը մասնավորապես մեծ ուշադրություն ենք դարձնում, հարաբերություններին ենք ուշադրություն դարձնում եւ գիտեք, այստեղ քանի որ միտքը շատ լավ է աշխատում, ձեզ մոտ ինչ հարց որ կա, դա էլ հենց կարգավորեք կամ էլ հենց ինչպես ասեցի, ձեր կարիերայի հարցով կարող եք զբաղվել եւ փորձեք հասնել ձեր նպատակին սրանք էին սիրելի այծեղ ջուրներ, ես ասացի, որ ապրիլ ամիս ավելի հանգիստ է, ինքը պարարթող է ստեղծում, որպեսի ամեն ինչ շատ կազմակերպված, շատ արագ կատարվի եւ այդ թեթևությունը կա, այնպես որ եթե փետրվար-մարտ ամիսներից ինչ որ հարցեր մնացել են, ոմանց մոտ դժվարություններ կա, ուրեմն հաստատ համոզված եղեք, որ դուք ապրիլին այն կհասցնեք ավարտին, միգուցե ոմանք արդեն հասցրել են ավարտին, բոլոր դեպքերում շատ ավելի թեթև կլինի, իհարկե նաև էներգիաների առումով դուք երբ ուրանը կփոխի իր արդեն վերջնականապես կտեղավորվի երկօրյակի նշանում, այդ փոփոխությունը դուք միանշանակ կզգաք եւ բնականաբար ինքը իր հետ կբերի հերթական փոփոխությունները բոլոր դեպքերում ես նշեմ, որ դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր ուրեմն առողջական վիճակին եւ թող ունենաք բարձր պաշտոններ, մեծ գումարներ, դա ձեզ սպասվում է, որովհետև դուք կարող եք աշխատել մեծ գումարներ եւ մեծ գումարներ էլ ծախսեք։ Այնպես որ կգրեք, չզլանաք, կգրեք ինչ եղավ, ինչ փոփոխություններ, սիրելի այծեղ ջուրներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, այսքանը լավ եղեք։